Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում մինչ այս պահը ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում չի փոխանցել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ երկու երկրների խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, սպասում է ստորագրման, ասում է Հայաստանի վարչապետը։ Զրուցելու եմ Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Բարի օր, պարոն Աթանեսյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Պարոն Աթանեսյան, այս Ադրբեջանը, այս սահմանային էսկալացիայի միտված տեղեկատվական սադրանքի կիրառումով ինչ նպատակ է հետապնդում, որովհետև արդեն հաշիվն էլ կորցրել ենք, թե այդ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո արդեն քանի ապատեղեկատվություն է տարածում օրվա մեջ եւ Հայաստանի վարչապետի արդեն որերորդ արձագանքը գրառմամբ, որ ադրբեջանական կողմին կոչ է անում սկսել խորհրդակցություններ այն ստորագրելու համար։ Այս էսկալացիան նպատակ ունի այդ ստորագրումը չեզոքացնելու։ Ես չի օգտագործի էսկալացիա բնորոշում, որովհետև փաստացի խոսքը վերաբերում է հնարավոր էսկալացիայի մասին Ադրբեջանի ծավալած տեղեկատվական արշավին, այսինքն պետք է փորձենք հասկանալ, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանը ինչ նպատակ է հետապնդում, երբ հայկական կողմին վերագրում է ոչ կառուցողականություն, այսպես ասենք, որովհետև ոչ միայն ռազմական գերատեսչությունը, արտաքին գործերի նախարար Բայրամովն էլ զուգահեռաբար հայտարարում է, որ Հայաստանում ահագնանում է ռևանշիստական շարժում, Հայաստանը ինքը մտադրություն չունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև այդ պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի պատկերացումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների պատկերացումներին, այսինքն պետք է զուգահեռաբար ուշադրություն դարձնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնպես Ադրբեջանի բավական ընդգրկուն, կարող եմ ասել, համընդգրկուն քարոզություն է ծավալել։ Ինչու ես շատ մասնավոր տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի համար անսպասելի է եղել, որ Հայաստանը կհամաձայնի պայմանագրի վերջին երկու հոդվածների այն խմբագրմանը, որ իրենք են ներկայացնում։ Այսինքն, եթե Հայաստանը չէր ընդունում, քանի դեռ Հայաստանը չէր ընդունում պայմանագրի այդ երկու հոդվածների ադրբեջանական խմբագրությունը, կամ համաձայնություն չէր տալիս, որ այդ խմբագրումը կարող է ընդունելի լինել, Ադրբեջանը բանակցային գործընթացի բարդությունը, խաղաղության պայմանագրի ստորագրման ձգումը հիմնականում բացատրում էր կամ միջազգային հանրության ներկայացնում էր այնպես, որ Հայաստանը չի ցանկանում
այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում այստեղ այդ երկու կետերում որևէ վտանգավոր Հայաստանի ինքնիշխանությանը կամ նրա տարածքային ամբողջականությանը կամ անվտանգությանը վերաբերող որևէ սպառնալիք չկա, ինչու չի համաձայնում, եթե չի համաձայնում, ուրեմն խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունը, որ Ադրբեջանի ներկայացրած 12-րդ խմբագրական տարբերակի պատասխանը մենք ուղարկել ենք, եւ դա շատ արագ տեղի ունեցավ։ Հետո տեղեկատվությունը, որ տեքստը համաձայնեցված է, Ադրբեջանը դնում է իմ կարծիքով չափազանց այսպես ճակերտավոր ասած նուրբ իրավիճակում, որովհետև եթե Հայաստանի առարկությունները հանված են, ապա պայմանագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա։ Ադրբեջանը փորձում է այսպես քաղաքական խոչընդոտներ հայտնագործել, ակնարկելով Հայաստանի սահմանադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման իրենց կարծիքով անհրաժեշտությունը, բայց այս դիսկուրսը, եթե հետևենք միջազգային դերակատարների, շահագրգիռ երկրների կամ միջազգային կազմակերպությունների արձագանքներին, որևէ աջակցություն, որևէ պաշտպանություն չի գտնում։ Երբ ասում ենք չի գտնում, ընդդիմախոսներն ասում են, իսկ որտեղ է արտացոլված, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումը աջակցություն չի գտնում։ Սա շատ պարզ է։ Եթե միջազգային դերակատարները խոսում են, որ պայմանագրի ստորագրման ժամկետն է, հասունացել պահն է, որ այդ պայմանագիրը ստորագրվի, ինչպես իրենք են ասում, վերջնականացվի, եւ որևէ վերապահում չեն անում, նշանակում է, որ ադրբեջանական կողմի այդ փաստարկները սահմանադրությանը եւ Մինսկի խմբին վերաբերող չեն ընկալում, որտեղ մինչ այդ ինչ էին ասում միջնորդները։ Միջնորդները կողմերին կոչ էին անում հաղթահարել չհամաձայնեցված կետերի շուրջ տարաձայնությունները եւ ամբողջացնել պայմանագիրը։ Սա արդեն բոլորովին այլ գնահատական էր, ինչին հիմա կողմերը հասել են Հայաստանի նախաձեռնությամբ։ Եվ այն պայմանները, որ ներկայացնում է Ադրբեջանը, ես որքան հետևել եմ, չգիտեմ, գուցե ես ուշադրի չեմ եղել, միակ երկիրը, որից հնչել է նման Ադրբեջանի տեսակետին մոտ կարծիք, Թուրքիան է, ընդ որում այդ հայտարարությունը արել է Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակը, այն էլ չափազանց այդպես անորոշ հեղեղուկ ձևակերպումներով, որ չես ասի, թե դա Թուրքիայի նախապայմանն է։ Պարզապես Թուրքիան ես կարծում եմ Ադրբեջանի հետ համերաշխությանը։ Սրանից են հատանցում, բայց այս իրավիճակից է հատանցում նաև այդ սահմանային այսպես ասած լարվածության մասին ադրբեջանական տեղեկատվություն, բայց եթե կադիր հետևեք, կադիր գնահատեք, ու այսօրվա օրինակ տարածած հաղորդագրությունը այն չէ, ինչ որ 3 կամ 3 առաջին օրն էին տարածում, որտեղ լավ խոսքը գնում է ընդհանուր 10 րոպե իբր տևած հրաձգության մասին։ Երկրորդ այդ ինֆորմացիան Ադրբեջանի իշխանական մամուլը ներկայացրել է բոլորովին այլ խորագրերի ներքո եւ այլ շեշտադրումներով։ Ըստ երևույթին Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունը, հրադադարի վերաբերող երեկվա հայտարարությունը Բաքվում ըստ էության է ընկալվել։ Պարոն Աթանեսյան, տեսեք,
Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Անդրես Ֆոգ Ռասմուսյանը նշել է, իմ այցը Հայաստան սկսվեց G7-ի երկրների ու Եվրամիության դեսպանների հետ հանդիպմամբ, Հայաստանի դեմոկրատական դաշնակիցները պետք է հստակ ուղերձ հղեն Ադրբեջանին, եկել է Հայաստանի հետ տևական խաղաղության շուրջ բանակցություններ վարելու ժամանակը, նշում է նա։ Նախ այս ապատեղեկատվությունների տարափը, միջազգային ինչ իրադրությունն է տվել այդպիսի հնարավորություն Ադրբեջանին մեկ եւ արդյոք այդ իրադրությունը կարող է Ադրբեջանին նաեւ հնարավորություն տալ, այսպես ասենք, գնալ արդեն բուն գործողությունների։ Ես չեմ կարծում, թե միջազգային իրավիճակն է Ադրբեջանին նման հնարավորություն տվել կամ նման առիթ տվել։ Ես հակառակ կասեի, Ադրբեջանը փորձում է այդ ձևով ներգրվել այսպես գլոբալ աշխարհակաղակական իրավիճակին, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չպետք է լինի 44 օրյա պատերազմ Ադրբեջանը չի սկսել Աղադամը կամ Կերբաջարը վերադարձնելու եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու նպատակով։ Սա խոշոր աշխարհակաղակական ծրագրի մաս կազմող պատերազմ էր։ Հիմա արկա իրավիճակում, երբ երկրորդ կարգի դերակատարներն են նույնիսկ դուրս մնում գլոբալ աշխարհակաղակական որոշումների ընդունումից, չէ, այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ համաշխարհային քաղաքականության հարցերը կամ նոր աշխարհակարգի հարցերը քննարկում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները։ Այս իրավիճակում Ալիևի այն ակնկալիքները, որ իրեն կարող էր տալ, Ադրբեջանին կարող էր տալ եւ անձամբ իրեն կարող էր տալ 44 օրյա պատերազմի իր կողմից ակնկալված հետևանքը չի արդարանում։ Այսինքն այստեղ եթե մասնավորեցնենք նրա գերխնդիրը որն է, մենք հարցը ներկայացնում ենք այնպես, որ Հայաստանն է Ալիևի թշնամին, Ալիևը պաթոլոգիկ հայատյաց է եւ այլն չգիտեմ։ Իրականում Ալիևի խնդիրը Ադրբեջանը Կովկասում ռեգիոնալ պետություն դարձնելն է, որը կարող է նույնիսկ արտատարածաշրջանային դերակատարություն ունենալ եւ սա իմ երևակայության արդյունք չէ։ Հետևեցեք այդ մարդու մի քանի ամիս առաջ կամ անցյալ տարի արված հայտարարություններին եւ կտեսնեք, որ հստակ ասում է, որ Ադրբեջանը պետք է ունենա նաեւ արտատարածաշրջանային դերակատարություն։ Այդ արտատարածաշրջանային դերակատարության հասնելու համար Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում։ Հսկայական, ահռելի, միլիարդավոր ներդրումներ է կատարում Թուրքիայի էկոնոմիկայում։ Մտադրություն ունի ներգրվել, այսպես ասենք, Սիրիայի վերականգնմանը։ Հսկայական ներդրումային ծրագրեր է իրականացնում Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ, հատկապես արաբական միացյալ էմիրությունների հետ։ Գազային պայմանագիրը ստորագրել վերջերս մի քանի օր առաջ, մարտի 17-ին Իսրայելի հետ եւ Սոկարը, ադրբեջանական Սոկարը միջերկրական ծովի իսրայելական հատվածում բնական գազի պաշարների հետախուզման լիցենզիա է ստացել։ Ամերիկյան Շևրոն հսկայի հետ հավասար իրավունքով։ Այս քայլեր ձեռնարկված են, տասնյակ միլիարդավոր դոլարի ներդրումներ են կատարվել։ Այսօր Թուրքիան, անկեղծ ասենք, մեծագույն ցանկություն ունենալու դեպքում էլ չի կարող Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց Ադրբեջանի համաձայնության, որտեղ դա Իլհամ Ալիևի ամբիցիան չէ։ Այն է, ինչ որ Ադրբեջանը ներդրել է թուրքական տնտեսությունը մոտ 30 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրումներ են շրջանառվում թուրքական տնտեսությունում։ Իսկ դա քանի աշխատատեղ է, ինչքան հավելյալ եկամուտ է բերում Թուրքիայի պետական բյուջեին, սոցիալական ինչ հարցեր է լուծում եւ այլն այսպես։ Հիմա այս ամենը քաղաքականապես իրավաքաղաքական առումով ֆորմատավորելու, փաթեթավորելու հնարավորությունը Ալիևի ձեռքում չէ։ Չեմ ասում լրիվ մերժված է,
բայց այս պահին իր ձեռքում չէ եւ նա փորձում է իր ձեռքն առնել իհարկե նաեւ միջազգային հանրությանը եւ միջազգային դերակատարներին շանտաժի ենթարկելով որ այ դուք Ուկրաինայի հարցում չեք կարող համաձայնության գալ եթե նույն մեթոդաբանությունը նույն տրամաբանությունը չգործի հարավային Կովկասում հայ-ադրբեջանական հարաբերությունում հակառակ դեպքում իհարկե հարավային Կովկասում էսկալացիան կխառնի ձեր գլոբալ ծրագրերը այսինքն այստեղ երբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասում է որ Հայաստանի դեմոկրատական դաշնակիցները պետք է Ադրբեջանին ազդակ հղեն դեմոկրատական ազդակները Ադրբեջանին չեն ազդում Ադրբեջանին ազդում է միայն հստակ ազդակ այսինքն մոտավորապես այն մակարդակի ինչ որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վոլցը ասաց որ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևին ասել է որ պայմանագիրը ստորագրելու ժամանակն այն ամերիկյան վարչակազմը որքանով է հետևողական լինելու այդ հարցում սա է խնդիրը ոչ թե ասեն մենք պատրաստ ենք բանակցությունների հարթակ տրամադրել մենք պատրաստ ենք միջնորդ լինելու այլ փաստում են իրավիճակը տեքստը համաձայնեցված է եկել են պայմանագիրը ստորագրելու ուժի մեջ մտցնելու եւ դրանից բխող փոխադարձ պարտավորությունները կատարելու ժամանակը սա է ռեալ քաղաքականությունը Պարոն Աթանեսյան, ես ինչպես նշեցի, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցը Հայաստան սկսել է G7 երկրների եւ Եվրամիության դեսպանների հետ հանդիպումով, նա ասում է, որ Հայաստանի դեմոկրատական դաշնակիցները պետք է հստակ ուղերձ ցղեն Ադրբեջանին, որ խաղաղության բանակցությունները ավարտելու վերջնական ժամանակն է, ինչ կարող են անել Հայաստանի դեմոկրատական բարեկամները։ Այս դեպքում Եվրամիության երկրները, ինչպես հիշատակում է Ռասմուսենը, G7 երկրները, ինչ կարող են նրանք անել, որ չեն անում։ Ես ասացի ինքնին այդ ձևակերպումը անընդունել է ինձ համար։ Ինչու։ Ինչ է նշանակում շարունակել բանակցությունները։ Բանակցությունները ավարտված են։ Կոնկրետ պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են։ Եթե ազդակ, ապա այդ ազդակը պետք է լինի հետևյալը։ Պարոն Իլհամ Ալիև եկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու ժամանակը։ Սա է ազդակը։ Ինչ է նշանակում, ասենք Ֆրանսիայի նախագահը պետք է Իլհամ Ալիևին վերստին հորդորի, որ Հայաստանի հետ բանակցություններ շարունակի։ Ինչի շուրջ շարունակի բանակցությունները։ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տեքստը, որը բաղկացած է 17 հոդվածից, վերջնականապես համաձայնեցված է։ Կողմերը վերջնականապես ընդունել են, որ այս տեքստն է, որ պետք է դրվի ստորագրման սեղանին։ Այսօր ստորագրման սեղանի հրավիրման տեղը եւ ժամանակը որոշելու պահն է։ Եվ այստեղ գիտեք միակ երկիրը որ գործնական առաջարկություն է արել, դա Ռուսաստանի Դաշնությունն է, արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ մակարդակով հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցված տեքստ ստորագրեն։ Հիմա մայիսի 9-ին Մոսկվայում են լինելու Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։ Հնարավոր է, որ ասենք Մոսկվայում այդ ստորագրման սեղանը կազմակերպվի։ Ու այսպես կոպիտ ասած կազմակերպվել, սեղան կազմակերպել արտահայտության համար թողիզներ են, բայց տպավորություն կա, որ եթե այնտեղ ձեռք է բերվում պայմանավորվածություն, որ Ռուսաստանի, Բելարուսի, Տաջիկստանի նախագահները հանդիպելու են Ադրբեջանի նախագահի հետ, իսկ նույն օրը մայիսի 9-ին Մոսկվայում են լինելու նաև Հայաստանի վարչապետը, ապա ենթադրաբար կարող է քվարտետը Պուտին, Լուկաշենկո, Ալիև, Ռահմոն քվարտետը հրավիրի նաև Հայաստանի վարչապետը, այսինքն պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում, ենթադրաբար, ես այսպես եմ կարծում, մանավանդ դա բխում է նաև
այսօր ռուս ամերիկյան հարաբերությունների վերբերման տրամաբանությունից, ասենք այսօրվա Վաշինգտոնի ադմինիստրացիայի համար որևէ նշանակություն չունի, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում, ու ընդհակառակը կարող է նույնիսկ նման նախաձեռնությամբ հանդես գա հենց ԱՄՆ-ի նախագահը կամ ԱՄՆ-ի նախագահը Վլադիմիր Պուտինին հասկացնի կամ ուղղակի տեքստով ասի, որ իր համար որևէ խնդիր չի, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը այդ պայմանագիրը ստորագրեն Մոսկվայում։ Սա արդեն խնդիր պետք է լինի Ադրբեջանի համար եւ խորհրդային տարածքի մյուս երկրների, իհարկե նաեւ Հայաստանի համար, որովհետեւ այսպիսով դրվում է պոստխորհրդային տարածքը Ռուսաստանի հովանու ներքո հավաքելու եւ ինչ-որ եվրասիական համտանգային բոլորովին նոր կառույց ստեղծելու նախագծի հիմք կամ այն ինչ-որ մինչ վերջերս ասում էր փորձագիտական մակարդակով արդեն տեղափոխում է իրավաքաղաքական քննարկումների հարթություն։ Այնպես որ եթե նայում ենք լայն աշխարհաքաղաքական նույնիսկ տարածաշրջանային եւ մեր տարածաշրջանային զարգացումների կտրվածքով բնականաբար հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման իրավիճակի բարդությունը կրկնապատկվում է կամ եռապատկվում է ամեն դեպքում մեկ աստիճան բարձրանում է հայ-ադրբեջանական պատմական հակասությունների բարդությունից։ Պարոն Աթանեսյան, Հայաստան-Թուրքիա սահմանն է բացվելու 10 օրով, Հայաստանի կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի մարգարա անցակետը, նպատակը Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելն է։ Կխնդրեմ մեկնաբանել այս տեղեկությունը, արդյոք սահմանի 10 օրով բացումը հումանիտար նպատակներով կարող է, այսպես ասենք, առաջին ծիծեռնակը լինել այդ սահմանի իսկապես հնարավոր մոտալուտ բացման մասին։ Առհասարակ ես որքան մամուլին հետևել էի, նաև թուրքական երկես հասանելի աղբյուրներին, նախնական տպավորություն կար, որ մարտի 1-ին մարգարա անցակետը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ու կարծում եմ նաև այդ պատճառով է, որ մարտի 5-ին Իլհամ Ալիևը այց է կատարել Անկարա, բնականաբար այդ սահմանի բացումը շատ սպանիչ ծանր հարված է լինել Իլհամ Ալիևի համար, բայց այս պահին Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու անհրաժեշտություն իրոք կա, խոսքը իհարկե որքան հասկանում եմ առաջին հերթին Սիրիահայ համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին է։ Ու եթե չեմ սխալվում, մարգարայի անցակետը բացվել է նաև Թուրքիայի երկրաշարժի օրերին, որպեսզի Հայաստանը Թուրքիա մարդասիրական օգնություն հասցնի։ Ամեն դեպքում պետք է գնահատենք որպես դրական հայր, ինչ-որ ազդակ, որ սահմանային այդ անցակետը կարող է գործել նաև այլ իրավիճակներում, այլ հանգամանքներում, ու եթե իհարկե այն ինչ-որ երեք տեղի ունեցել Թուրքիայում չվերացի այդ երկրի քաղաքական ցուցակի իհարկե դենք ազգային բարդույթով այնպես է կնկալում, որ Թուրքիայում ցանկացած դժվարություն մեզ համար օգտակար է, բայց սա այն դեպքը չէ եւ նույնիսկ ինչ-որ առումով կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Թուրքիան կոնկրետ նախագահ Էրդողանը հարկադրված լինի գնալ կոշտ քայլերի կամ հենց ինքն է ծրագրել
կոշտ քայլերի գնալու նախադրյալներ, իսկ այս դեպքում կխախտվի Թուրքիայի Եվրամիություն երկխոսությունը, որը Հայաստանի համար ես կարծում եմ չափազանց կարևոր է եւ օգտակար։ Եվ Թուրքիայում իրավիճակի, այսպես ասենք, բացասական զարգացման հավանականությունը որքանով է հավանական համարում, մենք տեսանք, որ նախորդին երեկոյան բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում եւ դրանք խոստանում էին շարունակական լինել։ Ես կդժվարանայի Ստամբուլի ցույցերը գնահատել որպես Թուրքիայի հանրային տրամադրությունների, այսպես ասենք, էտալոն կամ որոշ Ստամբուլ է, Անատոլիա, եւ ես դա նկատի ունեմ, որ Ստամբուլում այդ ժողովրդավարական շարժումներին Էրդողանը բնականաբար հակադրելու է անատոլիական նացիոնալիզմը, ազգայնականությունը եւ իսլամականությունը եւ 80 միլիոն եւ ավելի բնակչություն ունեցող երկիրը կարող է բաժանել երկու ճամփարների, այսինքն Թուրքիան այնպիսի իրավիճակ, երբ Էրդողանը ստիպված լինի ուժով ճնշել ժողովրդավարությունը, այսինքն փակել դեպի Եվրամիություն իր ճանապարհը։ Իսկ եթե դեպի Եվրամիություն Թուրքիայի ճանապարհը փակվում է, կամ Էրդողանը ցանկանում է փակել, ես դա չեմ բացառում, ապա այստեղ բացվում է Թուրքիայի ճանապարհը դեպի ուր։ Դեպի Եվրասիականություն։ Այսինքն դեպի ռուսական միջավայր, ռուսաստանյան միջավայր, հետխորհրդային տարածք գումարած Թուրքիա, այսինքն թուրքական աշխարհի ինտեգրացիա նոր Եվրասիայում, որի նախաթորը պետք է լինի Մոսկվան, որպես, ինչպես իրենք են ասում, երրորդ հռոմ։ Այսպիսի զարգացումներում որն է լինելու Հայաստանի տեղը, ինձ դա է հետաքրքրում, ասենք եթե Թուրքիան ընդունի Եվրամիության հետ ինտեգրման տնտեսական եւ անվտանգային ինտեգրման ճանապարհը, Հայաստանի ապագայի հարցը ինչ-որ չափով կպարզվի, պարզորոշ կլինի, հասկանալի կլինի, կանխատեսելի կլինի։ Իսկ եթե այդ ճանապարհը Թուրքիայում փակվի եւ ազգայնականությունն ու իսլամականությունը Թուրքիային բերեն դեպի ռուսական իմպերիականություն, ապա բնականաբար այստեղ Ադրբեջանի խաղաքարտերը ավելանալու են, Ադրբեջանի հավաքությունները մեծանալու են եւ ամենակարևորը ես կարծում եմ արևմուտքը չի ընդունում, որ Ադրբեջանը Կովկասի հեգեմոն երկիր է կամ էթնիկ քաղաքակրթական ինքնություն է, որը կարող է դոմինանտ լինել հարևանների նկատմամբ։ Ռուսաստանը դա կընդունի, կճանաչի, սա լուրջ հարց է, որը ցավալիորեն խորհրդային շրջանի նոստալգիա է առաջացնում Իլհամ Ալիևի մոտ։ Վերջերս նա բավական դրական էր արտահայտել խորհրդային միության կազմում Անդրկովկասի ժողովուրդների պատմական անցյալի նկատմամբ, որտեղ այդ համակարգում Ադրբեջանը եղել է Վրաստանի եւ Հայաստանի նկատմամբ դոմինանտ։ Հիմա անկախ Հայաստանը, անկախ Վրաստանը ըստ Ռուսաստանի պետք է ընդունել Ադրբեջանի դոմինանտությունը, այսինքն Կովկասը, հարավային Կովկասը պետք է ենթարկվի Իլհամ Ալիևի, այսպես ասել, փոխարկայությանը, շակերտավոր ասած,
բարդ հարցեր են, այս հարցերը նույնիսկ ոչ այնքան ճիշտ քաղաքական վերլուծությունների, որքան որ գիտական լուրջ ուսումնասիրությունների պետք է ենթարկվեն ուղղեն կանխատեսելի մի Հայաստանը պետք է մշտապես ունենա անգնից թե այստեղ Երևանում ով է իշխող ուժը, ով էլ որ լինի այս թվարկած եւ բազմաթիվ այլ հարցականների առջև ստիպված է ներու կանել եւ բացի ընտրությունը կանգնելու է ցանկացած քաղաքական ուժի առջև այսօր վաղը եւ ապագա։ Շնորհակալ եմ պարոն Աթանեսյան։ Զրուցակիցս Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։